Երևանում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավման, կանաչապատման գործընթացները, ուժեղացվում է նաև վերահսկողությունը։ Գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին են ներկայացվել մայրաքաղաքի զարգացման տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրել է, որ Սասունցի Դավիթ կայարանի շարժասանդուղքները փոխարինվել են նորով եւ արդեն գործում են։ Դրանից հետո արդեն անցել ենք հիմա արդեն իմ հրամանով Զորավար Անդրանիկ կայարանի ապամոնտաժման աշխատանքներն սկսվել, երև մի քանի ամսում էլ դա կվերջացնենք։ Այսքանը շնորհակալ եմ պարոն Սեդրակյան, բազմաթիվ հարցեր ենք ստացել նախկինում, թե մետրոպոլիտենում արված աշխատանքները ինչ ուղղություններով են տեղի ունեցել, սրանք այդ ուղղություններից ընդամենը մեկն են եւ այս աշխատանքները շարունակական են լինելու։ Տիգրան Ավինյանն էլ անդրադարձել է քաղաքապետարանի որդեգրած կանաչապատման աշխատանքներին եւ նշել, որ նոր-նորքում տնկվել է 1300 ծառ եւ 200 մշտադալար թուփ։ Տարածքում կառուցվել են շատրվաններ, կասկադներ, դրվել է ոռոգման համակարգ։ Նպատակն է ստեղծել կանաչ եւ բարեկարգ գոտի։ Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանության հողակի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ հավելել է. Մոտ 700 ծառ այս շաբաթվա մեջ մի նոր անտառային գոտի ենք ստեղծում, պաշտպանիչ գոտի, ինչպես խոստացել էինք, Երևանի մուտքերից մեկի մոտ, դա աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհի հարող, այսպես եթե կարող եմ ասել, լանջերն են, եւ դրան գումարած ունեցել ենք մի քանի 100 ծառի ծառատուն, կարծում եմ մինչև ամռանը մենք ունենանք մոտավորապես 3-ից 4,000 ծառատպատեսակների տուն։ Քաղաքապետին նաև զեկուցել են, որ Երևանի տարբեր փողոցներում տեղադրվել է 864 LED լուսատու, որոնք նպաստում են էներգախնայողությանը, իսկ քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում։ Ավինյանն էլ արձագանքել է. Այնուամենայնիվ կարծում եմ, որ այստեղ մի փոքր ավելի խորը վերլուծության կարիք ունենք, որովհետև մասնավորապես այս աշխատանքները այսպես թե այնպես ազդում են մեր միջավայրի վրա եւ մասնավորապես որքան որ հասկանում եմ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ էականորեն ազդում են նաեւ ծտերի միգրացիայի վրա եւ կարծում եմ, որ այստեղ մի փոքր ավելի խորը վերլուծական մեզ աշխատանք է պետք, հետագա մեր աշխատանքների ընթացքը ավելի գրագետ կազմակերպելու համար եւ պետք է խնդրեմ ձեզ 2 ամիս ժամանակ տանք ձեզ եւ դուք մանրամասն արդեն վերլուծությամբ այստեղ այս դահլիճում հանդես գաք մեր հետագա պլանավորումը ճշգրտելու տեսանկյունից եւ մասնավորապես բոլոր այն հետազոտությունները, որոնք որ կապված են LED լուսատուների, նրանց հզորության, նրանց հետագա, այսպես ասած, բնական միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ, այդ հետազոտությունների հաշվի առնմամբ նոր ծրագիր ներկայացնեք։ Անդրադառնալով Շենգավիթում կոռուպցիոն դեպքերին, քաղաքապետը շեշտել է, որ կաշառք վերցնելը անկախ նպատակից անընդունելի է։ Պետք է ձևավորել նոր մշակույթ, վերլուծական եւ համակարգային մոտեցմամբ։ Երևանի քաղաքապետարանը գովազդային քաղաքականությունը դարձնում է ավելի կարգավորված եւ թափանցիկ։ Քաղաքում թվայնացվել են բոլոր գովազդային կրիչները մոբայլ մափինգ համակարգով։ Քաղաքապետը նշել է, որ դեռևս կան մաքրման ենթակա տարածքներ եւ առաջարկվել է հստակ ժամկետ։ Օրինական կրիչների քարտեզագրումն ավարտելու համար փոխքաղաքապետ Սուրեն Գերիքորյանն էլ հավելել է. Ուզում եմ նշել, որ 22, 23, 24, 25 թվականների ընթացքում ընդհանուր առմամբ 21902 կրիչ ապամոնտաժվել է, որոնցից 588-ը խոսքը գնում է մեծ տեղեկատու դաշտով կրիչների մասին, այդ մեծ բիլբորդներ կոչվածը, եւ այս թվերի ֆոնին այն նոր թույլտվությունները, որի մասին խոսում ենք ու այս պահին ոչ թե նոր տեղերում գովազդի տեղադրման աշխատանքներ են տեղի ունենում, գլխավորապես այլ հին կրիչները նորերով փոխարինելու process է գնում, էապես ավելի քիչ ծավալով, քան այդ գործակալությունը նախկինում ունեցել է։ Ավինյանն էլ հավելել է, որ անհրաժեշտ է օրենք ընդունել, որը կբացառի առանց ավականու որոշման գովազդ տեղադրել գազոնային եւ հողային տարածքներում։ Քաղաքապետին զեկուցել են նաեւ, որ կենտրոն վարչական շրջանում Սարյան փողոցում շենքերից մեկը ձևավորվել է մուրալ արվեստով։ Ավինյանը նշել է, որ մուրալները կարող են փոխել ամբողջ փողոցի մթնոլորտը եւ առաջարկվել է ընդլայնել դրա կիրառումը, արվեստը դարձնելով քաղաքային միջավայրի բաղկացուցիչ մաս։ Նիստում կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը տեղեկացրել է, որ Երևանը ճանաչվել է GIS համակարգի ներդրման առաջատարներից։
2024 թվականին Երևանի քաղաքապետարանում իրականացված GIS համակարգի ներդրումը ճանաչվել է լավագույնների շարքում եւ արժանացել է SAG մրցանակի, դա Special Achievement in GIS, եւ սա շատ ուրախալի է, որպես բավական այսպես արժանավոր մրցանակ է սա համարվում։ Ավինյանը մրցանակը համարել է քաղաքային կառավարման արդյունավետության կարևոր ձեռքբերում, ընդգծելով, որ GIS համակարգը լուրջ հիմք է ստեղծում ապագա կառավարման գործիքների զարգացման համար։ Նիստում անդրադարձ է կատարվել նաև Կոնտ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթին։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտնել է, որ մրցույթի երկրորդ փուլում հաղթող չի ընտրվել, քանի որ ներկայացված նախագծերը լիովին չեն բավարարել հանձնաժողովի պահանջները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։